Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք ամեն ինչից։ Այսօրվա հյուրս Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Տիկին Ալավերդյանն է։ Տիկին Ալավերդյան, շնորհակալ եմ, որ հյուրս եք։ Ես եմ շնորհակալ։ Իմանալով ձեր բազմազան զբաղվածության մասին, իսկապես ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղարում, հատկապես որ այնքան բան եք ուտակվել խոսելու եւ քննարկելու, որը առաջնային է։ Սկսենք թերևս վերջին դեպքերից, այո, Տիկին Ալավերդյան, երեխանին, դպրոցական երեխային, 18 տարեկան երեխային, կարծես թե տերորի կերպով հարվածում են, այնուհետ կալանավորում 2 ամսով, զրկում երեխայի իրավունքը, ամեն դեպքում ինքը ինձ համար երեխա է, որովհետև անկախ նրանից, թե 18 տարեկան է, երբ է լրացել, նա դեռ երեխա է դպրոցական։ Երեխային զրկում դպրոցում սովորելու իր իրավունքից, վերջին զանգին մասնակցելու իր երազանքից եւ այլն եւ խեղաթյուրում արդեն փորձում խեղաթյուրել երեխայի ուրեմն մտածելակերպը, հոգեվիճակը եւ այլն։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալություն։ Ես նախ եւ առաջ կցանկանայի ողջորեի տղային, բացարձակապես ինքը չընդունի սրտին մոտ դա որպես օբյեկտիվ իրողություն, դա ընդունի որպես ինչպես ասեմ, այնպիսի շեղում ճշմարտությունից, արդարությունից, որ ինքը պետք է ավելի շատ դաս քաղի այդտեղից, քան օրինակ ճնշվի։ Դա առաջինը եւ ես տնողներին եմ կոչանում, իրենք այդ ընդունեն որպես նորմալ մարդիկ ընկած աննորմալ վիճակի մեջ։ Եվ դա պետք է հենց այդպիսինը մենք ընկալենք այս ամեն ինչը, ինչպես նորմալ մարդիկ կընկալեին աննորմալ այդ գործողությունները։ Ինչու՞։ Որովհետև եկեք տեսնենք ընդհանրապես ինչ ենք սկսում ենք տղայից, ինչ ենք սկսում նրանից, թե ով է եկել, ուր է եկել, ում հետ է եկել եւ որն է նպատակը։ Ես կցանկանայի, որ բոլոր մարդիկ ոչ թե սկսեն ինչ-որ մի կետից, որից իրենք ուզում են ինչ-որ բան ապացուցել, այլ ուղղակի իրողությունը եղել է հետևյալը։ Դա մեծ տոներից մեկն է հայ առաքելական եկեղեցու համար։ Եվ դա կիրակի օր էր։ Մենք պետք է հստակեցնենք, որ այդ օրը այդ անձը ֆիզիկական անձ է իր կարգավիճակը եւ նա եկել է եկեղեցի ուշացումով։ Ինչ է անում նորմալ ֆիզիկական անձը, երբ որ գալիս է ուշացած տոն օրը եկեղեցի։ Նա այնտեղ է մնում, կանգնում է այնտեղ, որտեղ որ գալիս է ուշացած։ Տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ դա պատրաստված, միտումնավոր, նախապատրաստված սադրանք էր։ Այդ դեպքը մենք պետք է հենց դիտարկենք ինչպես կազմակերպված սադրանք եւ ոչ թե ինչու տղան անզուսպ էր կամ ինչու զուտ կիրառվեց անհամաչափ ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից այդտեղ ֆիզիկական անձը եկել է նա իրավունք չուներ որևէ մի ավել իրավունք քան նրանք ովքեր կանգնած էին դրսում ավելի իրավունք չուներ որ իրենք երևում է կոպիտ մենք տեսել ենք մենք գիտենք այդ գրեհիկ ձևը այսպես կոչված ուժային կառույցների ես սարսափում եմ միշտ ասել եմ ստուգեք իրենք նորմալ վիճակով են գալիս թե ինչ որ դեղորայք ընդունած որովհետև ես չեմ մոռանում այդ որդեկորույս մայրերի հանդեպ վերաբերմունքը չեմ հավատում որ դա եղել է իրենց սթափ վիճակում Ես այդ համոզմունքս մինչ այսօր պահում եմ։ Ես գտնում եմ, որ նրանք չեն եկել, այդ ֆիզիկական անձը չի եկել տոն օրը նշելու համար, նա եկել է սադրելու այդ օրը եւ այդ օրը սկանդալ անելու համար։ Եվ ինչը իրեն հաջողվել է, ինչպես միջև հիմա իդեպ բոլոր սկանդալները, որ պես պլանավորվում են, իրոք ստացվում են։ Այսպեսով տղաները եւ երրորդ անձը, որը որ միջամտել է ըստ երևույթին արդարությունը պաշտպանելու համար, նրանք արձագանքել են նախապես պատրաստված սադրանքին, որի նախաձեռնողը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է, որը այդ պահին եղել է ֆիզիկական անձ
Հիմա շատ հետաքրքիր է, որ ինձ շատ ուշ կպահանջվեր, որ ես ապացուցեի, որ այդ անձնավորությունը չի գնում աղոթելու, չի գնում հարգանքի տուրք տալու եւ այլն, նա գնում է քաղաքական եւ ծառայողական Այո ինչ որ նպատակների համար պարզվում է, որ ինձ հիմա այսօր ոչ մի բան պետք չի ապացուցել, դա ապացուցել են հենց այդ մարմինները, որոնք որ գործ են հարուցել, մեղադրում են այդ անձնավորությանը, այդ տղային 18 տարեկան, որ ինքը խանգարել է անձին, պաշտոնական անձին խանգարել է իրականացնել քաղաքական եւ ծառայողական գործունեություն։ Ինչ է քաղաքացի Փաշինյան Նիկոլը եկեղեցում ծառայություններ է մատուցում, ինչ է այնտեղ ինքը ունի առանձնահատուկ առավելություն չունի, նշանակում է այն իմ ասած առաջինը, որ ինքը գնացել է սադրելու եւ դա արել է ամենագրեհիկ ձևով, հենց իրեն ներհատուկ գրեհիկ ձևով օգտագործելով արդեն ռոբոտներ դարձած ուժային կառույցների այդ ներկայացուցիչներին եւ տվյալ դեպքում ոտից գլուխ ինչ էլ իրականացում է եւ ինչ էլ պետք է իրականացվի, դա ուղղակի մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է մեկ, դա քաղաքացիական պայմանագրի վարքագծի կանոնագրքի կոպիտ խախտում է։ Ես խորհուրդ եմ տալիս մի պահը գտնեք եւ ձեր լսարանին տեղեկացնեք այդ կանոնագիրքի կներեք այդ այո կանոնագրքի բովանդակությունը մի հրաշալի բաներ է գրած որ դու չեք պատկերացնում թե հիմա դառնալու են սուրբ արդեն եթե հետևեն ահա այդ վարքագծի կանոնագրքին այդպես գրով հիմա լավ ես հասկանում եմ այդ անձը 10 տարի շարունակ իր հայկական ժամանակ թերթով իր մեջ այդ անզուսպ հայացյացությունը անզուսպ ցանկությունը ինչքան հնարավոր է շուտ քայքայել Հայաստանի Հանրապետությունը այդտեղ արտահայտել է բայց կներեք արդեն կուսակցական ղեկավար չպետք է քայքայել այսինքն որևէ մի սրբություն այդ անձնավորությունը չի ունեցել չունի եւ պատրաստ է գնալ ցանկացած քայլի միայն թե իրականացնի իր դավանանքի նպատակները բոլորը խոսում են որ դավաճանում է ես չեմ ասում երբեք դա դավաճանն է որ իր դավանանքին հակառակն է գնում ինքը իր դավանանքն է իրականացնում կարդացեք այդ կրկնում եմ այդ թերթի բոլոր այնտեղ երևում է որ նա գտնում էր որ կգա այդ պահը երբ որ կդառնային ղեկավար եւ հախից կգա ամբողջ հայ ժողովրդի առաջի հերթին արցախցիների եւ դա մենք տեսնում ենք եւ ես միշտ ասել եմ բոլոր լրագրողներին խնդրել եմ տեսեք սյուժեներ են գցում շաբաթը մեկ մետրո այո մենք դրան կանադառնանք դրանից առաջ մի ուրիշ բան ինչու որովհետեւ դա լրատվական դաշտի եւ մարդու գիտակցության բան է նա հենց որ նոր սյուժե է լինում հինը կարծես թե մոռացվում է հետ է գցվում ես կոչ եմ անում բոլորին հիշել 2018 թվականին առաջի գործողությունները որոնք եղել են ԿՊ-ի կողմից եղել են Սուրբ Էջմիածնի վարչական շենքում հակասոցիալական էլեմենտների խուժումը այդտեղ հաց ու միս իրար շպրտելով խոսելով փաստորեն տեղի է ունեցել ժամանակավոր զավթում Սուրբ Էջմիածնի շենքերից մեկը ինչու են բոլորը կարծում որ այս ամենը սկսվել է չգիտեմ մի տարի առաջ դա կրկնում եմ այն դավանանքն են դավանանքի նպատակների իրականացնումն է որի կողմն է եղել որի կրողն է եղել հենց քաղաքացիական այդ պայմանագիր կոչված թիմի իրեն առաջնորդ համարող, բայց
նա ունի հավակնություն ժողովրդի առաջնորդը լինելու։ Եվ ես ուզում եմ հստակեցնել, ինչ էլ տեղի ունենա, ես համոզված եմ, որ տղաների հանդեպ տեղի է ունեցել անարդարություն իր ամբողջական տեսքով, որը կարող է ընդհանրապես տեղի ունենալ։ Երկրորդը, ես կարծում եմ, որ դպրոցը պետք է հստակ իրականացնի իր գործողությունները այնպես, որ այդ երիտասարդը չզրկվի մնացած այն գործողություններից, դա քննություն հանձնելն է, դա մնացած բաներն է։ Ես հույսով եմ, որ բավականին գրագետ, ինչքան ես կարդացի, դատապաշտպանները կկարողանան այդ ամենը բողոքարկել, հույս ունեմ, որ կլինի որևէ մի ատյանում, որևէ մի դեռ իր խիղճը չկորցրած, գիտեք, ես թողնում եմ մի կողմ օրենքները, խիղճը չկորցրած ինչ-որ մեկը, որ դա, եթե ոչ կրկնում եմ, այդ տղան պետք է կոփվի և ըստ երևույթին այս դեպքը պետք է իրենից դարձնի շատ հետևողական պայքարող արդարության համար, այդպես։ Տիկին Ալավերդյան, քիչ առաջ լրագրողների հետ ասուլիս տալու ընթացքում վարչապետ Փաշինյանը ասաց, որ լրագրողի հարցին պատասխանեց, թե ինչու, ինչ իրավունքով է թիկնազորի աշխատողը հարվածում երեխային, վարչապետը պատասխանեց, որ դա նրա անմիջական աշխատանքն է, հարվածել և եթե հարկ լինի նույնիսկ զենք կիրառել, բայց ակնհայտ երևում է, որ առջևում կանգնած է երեխա, տղամարդ չի, զինված չի, իրենից եսիմ ինչ վտանգ չի ներկայացնում, այսինքն ակնհայտ երևում է, որ երեխա է, ով ընդամենը էմոցիաների ձելնելով բղավում էր ինձ տենց մի նայի, մեջբերում եմ։ Ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի այս արդարացումը։ Կներեք, դուք ընթերցել եք իր երկրի հակառակ։ Իհարկե ընթերցել եմ։ Ես ցավակցում եմ ձեզ, Շնորհակալություն, որովհետև ես ընդհանուր առմամբ այստեղից այնտեղից տարբեր Ես ընթերցել եմ։ խուժանական, վերջիկեղտոտ այհոյախառը, որը այդ անձնավորությունը համարում է գրականություն։ Հիմա այդ նույն չափանիշով ինքը ընթերցում է օրենքը, որը թույլ է տալիս, գիտեք, միայն պետական ուժային կառույցներին է տրված հնարավորություն ուժ կիրառելու, դրա համար իրենք համարվում են ուժային, բայց այդտեղ կարևորագույն հոդվածները ասում են ուժի կիրառման համաչափության մասին։ Հիմա, քանի որ երկրի հակառակ կողմն է, դրա համար նա տեսնում է, որ ուժը կիրառելը այո, տրված է ուժային կառույցներին և բացարձակապես հակառակ կողմից նայելով նա չի տեսնում այդ հստակ պահանջը, այդ համաչափության սկզբունքը և այստեղ այդ կույր պետք է լինի մարդ կամ խուլ, որ չտեսնի, որ այդ անձը, այդ ինքնապահը խախտել է համաչափության օրենքը։ Եթե այդպես չլիներ, դա կնշանակեր, որ պետությունը հանձինս իր պետական մարմինների, այդ թվում և ուժայինների, նրանք իրականացնում են բաց ինքներավչություն։ Եթե չլինի այդ սկզբունքը ուժի համաչափ կիրառելու, նշանակում է, որ օրենքը կասեր, որ ինչպես ուզում ես, երբ ուզում ես, ինչ չափով ուզում ես, դու կարող ես կիրառել այդ ուժը։ Դա հստակ օրենքի հակառակ կողմն է։ Հստակ օրենքի հակառակ կողմն է և դա համապատասխանում է, ինչպես ես ասեցի, այդ ֆիզիկական անձի, կրկնում եմ, կիրակի օրը նա ֆիզիկական անձ էր և ոչ պաշտոնատար անձ և այդ ֆիզիկական բոլորի հետ հավասար հաճախում էր։ Այո, պատկերացրեք, որ ոչինչով ոչ առավել, ոչ։ Ես էլ եմ գնում եկեղեցի, աշխատում եմ ամեն կիրակի գնալ, միշտ չէ, որ ստացվում է և որոշ ժամանակներ ես գնում եմ անգամ այնտեղը, որտեղ ես կարծում եմ ավանդական ես եմ նստում, զբաղեցված է լինում։ Ահա, այո։ Գնում ես և ուրիշ տեղ մի անկյունում կանգնում ես։ Ոնց եք պատկերացնել ֆիզիկական ձանձը, ես գնամ ասեմ, գիտեք, սա ես միշտ էստեղ եմ նստել, վեր կացեք, այդպիսի բան տեղի չունենա։ Հիմա ինչու, որովհետև կրկնում եմ, ով է մեր երկրի հակառակ կողմը։ Դա եղել ու մնում է Թուրքիան ու իր
կողմից ստեղծած արհեստական Ադրբեջանը։ Ադրբեջանը, ճիշտ է։ Այո։ Այսինքն ես ելի եմ պնդում, որ այս թիմը հավաքվել է մեկ-մեկ այն անձանցից, ովքեր հստակ դավանում են երկրի, մեր երկրի հակառակ կողմին սպասարկելու համար։ Եվ դուք երևի էլի լրագրողներին կոչ եմ անում, երբ է ստեղծվել այդ կուսակցությունը։ Քչերն են, գիտեք, պատասխանում եմ այդ հարցից, որովհետև մենք միշտ ունենք այդպես բան, որ ընդունում ենք արդեն որ կա։ 2015 թվականի մայիսին, ճիշտ ապրիլի, երբ որ 100-ամյակը նշվել է, եւ տեսել է այն ամենապղտոր գլոբալիստական կենտրոններից տեսել են, որ ազգը միասնական է մի քանի հարցերի շուրջ եւ մի քանի հաստատությունների շուրջ, ստեղծվել է ահա այդ պղտոր նպատակներով այդ կուսակցությունը։ Ես պնդում եմ, որ 2018 թվականին իրենք եկել են պատրաստ ռազմավարական նպատակներով։ Եթե մի բան փոխվել է, ապա դա հնդածս այդ ընդհանուր առմամբ ինչ որ մի բան հետ գցելով, առաջ գցելով։ Նպատակը եղել է պարզ, այդ թիմը եկել է օր առաջ կամ ամբողջական միանգամից կամ մաս-մաս Արցախը հանձնելու Ադրբեջանին եւ Հայաստանը դարձնելու Թուրքիայի կամ Թուրքիայի կցորդ, Ադրբեջանի կցորդը։ Չկա որևէ մի բան, ես 8 տարի է դա շարունակ ասում եմ եւ միշտ ասում եմ, եթե որևէ մեկը կա, որ կարող է ապացուցի հակառակը, ես պատրաստ եմ պատասխան, ոչ մեկը դեռ չի ասել, ինչու, որովհետեւ ես չեմ հիմնվում ինձ անհայտ փաստաթղթերի վրա, որ հանեմ, ցույց տամ, բան եւ այլն, ոչ, արդյունքներով, միայն արդյունքներով դատելով, ես պնդում եմ, որ այս թիմը սպասարկում է թուրք-ադրբեջանական քաղաքականությունը եւ ռազմավարությունը, որի գագաթնակետն է հայերի հանդեպ ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը դա անպայման չէ այդպես ամբողջովին բոլորին ոչնչացնել։ Ոչ։ Ես ուզում եմ մեջբերում անել ձեզ համար, որ նախկինում արտգործնախարարներից մեկը Թուրքիայի հղելով հերագիր մի հրամանատարի, ես կբացեմ հետո այդ ինչ է եւ երբ է, գրել է. շարունակելով խաբել հայերին եւ մնացած եվրոպացիներին, մենք պետք է անշեղորեն իրականացնենք մեր գլխավոր նպատակը, այն է ոչնչացնել հայերին ոչ միայն որպես պետական ազգ, այլ եւ ֆիզիկապես։ Դա եղել է 1919 թվականին։ Այո։ Ես ուզում եմ ասել, որ թող ինձ ցույց տան, որ որևէ մի բան հիմա փոխված է։ Երբևէ չի փոխվի։ Երբևէ չի, ինչու, որովհետեւ Թուրքիան ունի երկարաշունչ եւ ռազմավարություն եւ բավականին հմուտ գործելակերպ իր այդ մարտական գործողությունների մեջ 500 տարի առաջ նրանք մտածել են պետք է գնան փոքր Ասիա, Անատոլիան եւ ոչնչացնեն այդտեղ հայերին, եթե չստացվի բոլորովին, ապա ուշադրություն, հայրենազրկեն։ Ահա, այո։ Ի տարբերություն հոլոկոստի։ Հոլոկոստում հրեաներին ոչնչացնում էին, ես ցավում եմ բոլորի։ Դե իհարկե։ Այլ երկրում եւ իրենք ի պատասխան դրան, որպես արդյունք ստացել են երկիր, իրենց տրվել է հող։ Մենք կորցրել ենք հայրենիքը։ Այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնում է պաշտոնը վարչապետի, հայրենազրկում է հայերին, որոնք այսօր ապրում են Հայաստանում։ Ասել է հայրենիք խոսքը մի օգտագործեք, միայն պետություն, այն էլ իրական Հայաստան։ Այսինքն հայրենազրկումը տեղի է ունենում արդեն պատմական առումով։ Ինչի մասին ենք խոսում, երբ ակնհայտ, բացահայտ հերքում է Մասիսի գոյությունը, Արարատ լեռան գոյությունը, հանում է կնիկների վրայից եւ այլն, ցեղասպանության հուշահամալիրի հետ ինչեր կատարվեց եւ
այդպես էլ չվերանորոգվեց, այդպես էլ ամեն ինչը կա։ Ես դրա համար եմ ասում, դատելով արդյունքներից, Այո, ամեն ինչ վարչակազմը սպասարկում է թուրք ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը, ուրիշ արդյունք լինի, ուրիշ բան կասեմ։ Տիկին Ալավերդյան, կարծես թե խոսում են մեզ հետ, ինձ, հասարակ քաղաքացուց հետ, վախի լեզվով, վախեցնում են մեզ, լրագրողներին սպառնալով, որ եթե ինչ չընտրեք, ապա կգնաք, մեջբերում եմ, ֆայլաբազար աշխատելու, լինելով իդեպ ինքը լրագրող լինելով, նման կերպ է իրեն թույլ տալիս խոսել իր գործ, գոհն է նախկին լրագրող, հա, ինչ չընտրեք կլինի պատերազմ, ինչ չընտրեք եւ այլն, սա ինչ շանտաժ է, սա ինչ վախի մթնոլորտ ստեղծելու միտում է։ Ես ասեմ ձեզ, դա իրոք շանտաժ է, բայց ես կցանկանայի մի ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնեմ։ Արդեն պատերազմ է, իրեն ընտրել ենք ու պատերազմ ենք ստացել։ Ես չեմ հասկանում, ում հետ ինքը դա խոսում է, չեմ կարող ասել, բա մենք ձեզ ընտրել ենք ու պատերազմ ենք ստացել։ Եվ կորցրել ենք։ Այսինքն, մենք հստակեցնենք, որ ինչպես ես ասեցի, պատերազմի սպառնալիքը գալիս է Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Դա ավանդական ձևով դա իրենց քաղաքականությունն է։ Եթե մեր այս երկրի կառավարության գլուխը, այսպես ասած, եղած եւ ղեկին նստած անձն է ասում, նշանակում է ինքը ուղղակի իրականացնում է թուրք-ադրբեջանական քաղաքականությունը։ Եթե մինչ այսօր ոչ որ մեկը կասկածել է, երբ որ ասում ենք, որ ես միայնակ չէի շատերը, որ եւ 20 թվականի պատերազմը, եւ 23 թվականի, ես երկուսն էլ կոչվում են ոչ թե պատերազմ, այլ ագրեսիա Ադրբեջանի կողմից, որ դա հրավիրված է եղել, եւ դա պայմանավորված է եղել, հիմա կարող է ինչ-որ մեկը կա, որ կասկածում է, այ հիմա ձեզ ասում են, որ մենք պայմանավորված ենք, եթե դուք ինչ չընտրեք, սկսվելու է պատերազմ։ Այսինքն թարգմանենք ի վերջո այդ մարդկային լեզվով։ Էլի եմ ասում, եթե մենք ունենայինք գործ անհայտ մարդու հետ, բայց այդ անձը բերվել է քաղաքական դաշտ, եւ նա հստակ ձևակերպումներով ասել է ով է ինքը եւ բոլոր նրանք ովքեր ասում են մենք մոլորվել ենք, մենք կարծում էինք եւ այլն, շատ կներեք, ես ցավակցում եմ, կամ ականջի բժշկի մոտ պետք է գնան, կամ աչքի բժշկի մոտ, իսկ այդ երկուսը եթե չի օգնում, շատ ավելի լուրջ հիվանդությունների մասին է խոսում դա։ Ես էլի եմ ասում, դա այդպես չի, որ երկուսը փրկվելու են, մնացածը զոհվելու են, ոչ, տուժելու ենք ազգովի եւ մեզ սպասում է հետեւյալ բանը, ինչին ազգովի արժանի ենք, հետո լինելու է եւ բոլոր նրանք, ովքեր ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, դա նշանակում է իրենք ուղղակի ջատակողն են թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությանը։ Դա բացարձակապես կապ չունի, իրենք հասկացել են առաջ, չեն հասկացել, այսօր հասկանում են, եթե մարդ գալիս ու ասում է քո տանը, որ քո տանը պետք է էս լինի, կամ թե չէ ես հարձակվելու եմ քեզ վրա, կամ քեզ վրա բերելու եմ հարևանիդ, որ մեկը այդ մարդուն կհավատա կամ կհարգի, վախից չէ, որ շատերը պաշտպանում են այդ շատերը պաշտպանում են օգտվելու համար պահից։ Այդ ամենասրիկայական ձևն է մեր միջին խավի մեջ, օրվա հացը, այո, որ այդ ամենասարսափելի գծերից մեկն է, որ ցավոք սրտի այդ տարածվում է այդ ցավը միջին խավի մեջ, որ տեսնելով որ ամեն ինչը սխալ է, որ իրեն անգամ ինքն է հասկանում, մտածում է դեմ դուրս գամ կտուժեմ, ավելի լավ է կողմ լինեմ, որ օգտվեմ։ Ես պետք է ասեմ, որ այդ խավին առաջինն է կպնելու ամենածանր հարվածը։ Դա այդպես պատմություն է եղել։ Ես էլ եմ միշտ դա ասել, այն մարդիկ, ովքեր չեն զբաղվում իբրև թե քաղաքականությամբ, իրենք ամենաառաջինն են տուժել։ Իցավ ինձ ասեմ, որ մեր մշակութային գործիչների կողմից եմ շատ անգամ լսում այդ արտահայտությունը։ Եվ վերջապես, ես ուզում եմ ասել, գիտեք, ես երբեք չեմ մեղադրել իր ամենօրյա հացը փնտրող մարդուց եւ երբևիցե չեմ պահանջել իրենից ոչ։ Մեր այդ գրագետ խավը
նրանք ովքեր իրենց կիրթ են համարում, դրանցից շատերը ուղակի գրաճանաչ են։ Կիրթ լինելը դա ուրիշ բան է, դա միշտ պետական մտածելակերպ ունեցող Կլասիկ վիճակը, այո, պասիվ չեն իրենք, ովքեր այսպես ասած չեն զբաղվում քաղաքականությամբ, ակտիվ պաշտպանում են այս վարչակազմը։ Միանշանակ համաձայն։ Այո։ Ես շատ եմ ցավում, դուք ինձ դրել եք ժամանակի առումով կապակներ մեջ, բայց թույլ տվեք թերևս վերջին հարցս, որը շատ կարևոր է, այո։ Մետրոյի դեպքի հետ կապված վերլուծել ենք, գիտենք երեխան եւ այլն։ Փաշինյանը արտահայտություն արեց եւ արցախցիներին պորտկաց, դա ենթագիտակցական պորտկում էր, դա չմտածված, պարզապես ինքը ասեց այն, ինչ մտածում էր։ Արցախցիներին անվանելով փախածներ։ Այս արտահայտությունը ես սպասում եմ, որ կունենա արձագանք ընդդիմադիր ուժի կողմից, արցախցիներին միասնական ուժի կողմից, կունենա արձագանք նաև իր կողքին կանգնած պաշտոնյաների կողմից, ավաղ չտեսա։ Պարզապես Facebook-յան ստատուսի տեսքով որոշ քաղաքական ընդդիմադիր գործիչներ գրեցին ու անցան առաջ։ Մինչդեռ սա իրավիճակ է, սա հոգեվիճակ է։ Ինչ կասեք այս մասին։ Խնդրեմ, տեսեք, ուրեմն մեկ ընդմիշտ հիշենք, Արցախը հանձնվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ որ ինքը 6 հոկտեմբերի 22 թվականի ասել է, որ հակաիրավական, հակապատմական, հակաիրական, ասել է, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջանի մաս է։ Հիմա իր մեջ ինքը դա հասկանում է եւ ինչ ինքը հիմա արտահայտում է, դա իր մասին է խոսում։ Իր բոլոր արտահայտությունները խոսում են իր այդ փոքրահոգի, այդ անգրագետ այս հարցերով անգամ հոգեբանորեն։ Եթե դու մտածում ես դա, դու պետք է կարողանաս չարտահայտես դա։ Դա այն խոսում է այն էության, էակի մասին, իր էության մասին, որին այսօր սպասարկում է կառավարության անդամները բոլոր, ուր եք, ես շատերից ճանաչում եմ, դուք ժամանակին ոնց որ ունեցել եք այդ մտածելակերպը ինչ որ կրիտիկական, հիմա չունեք, բոլոր նրանք, ովքեր որ այդպես ոգևորված ձոնում են, ամբողջովին հակապետական, ապազգային ես չեմ ասում, այլ ազգային քաղաքականությունը վարող անձանց եմ դիմում, դուք բոլորդ շատ լավ եք հասկանում, ավելի քան որևէ մեկը, որ դուք եք պայմանավորված, նպատակասլաց հանձնել Արցախը, դա արել եք վերին աստիճանի ստոր ձևով, դուք չեք կատարել ձեր կարևոր պարտականությունը։ Ես հիշեցնեմ, որ մինչև 23 թվականի 26 հոկտեմբերի որոշումը բոլոր արցախցիները եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Չեմ խոսում տարածքների մասին, անգրագետներին եմ դիմում, տգետներին։ Ես խոսում եմ քաղաքացիություն ունեցող մարդկանց մասին։ Ըստ սահմանադրության, Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Հայաստանը պետք է պաշտպաներ իր քաղաքացիներին, որտեղ էլ նրանք լինեն։ Չեմ խոսում տարածքների մասին։ Պարոնայք կառավարություն, դուք բոլորդ միասին կատարել եք հանցագործություն, առնվազն այդ ծանրագույն հանցագործությունների բոլոր հատկանիշները կան, 28-րդ գլուխը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, որը կոչվում է սահմանադրական կարգի դեմ եւ պետության անվտանգության դեմ հանցագործություններ։ Չմոռանաք դա, որտեղ էլ դուք լինեք, դուք այդ հանցագործության համար պատասխան եք տալու եւ այս առումով այդ մեղսավորի եւ քաղաքական անմեղսունակությամբ տարապող այդ ֆիզիկական անձը, որովհետեւ նա մետրոյոն ֆիզիկական անձ էր, իրեն ոչ մեկը չի տվել ավել իրավունքներ, քան մնացած մարդկանց։
Ինչ է անում մետրոյում Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ մի իր լիազորությունն է կատարում, չկա այդպիսի լիազորություն սահմանադրության մեջ գրած, սահմանադրության 6-րդ հոդվածը ասում է վարչապետը կարող է իրականացնել միայն այն լիազորությունները, որոնք թվարկված են սահմանադրության մեջ, սահմանադրության մեջ դա չկա, եւ դա հստակեցնենք, որ ֆիզիկական անձ է, քանի դա իր էությունն է, գռեհիկ, անկիրթ հիշեցնեմ, որ նա չի ստացել դիպլոմը, հետո է ստացել։ Այո, երբ վարչապետ էր արդեն։ Այո, այսինքն դա իր էությունն է, գռեհիկ արտահայտվելը, կին, տղամարդ, երեխա բացարձակապես հաշվի չառնելը, նորից եմ ասում, պարոնայք ԿՊ-ներ, նայեք ձեր վարքագծի կանոնագրքիրքը առաջի կետը հենց ինչ է գրած։ Դուք ունեք եւ այդտեղ գրված, որ պետք է հետևեք եւ ով որ խանգարում է, խախտում է դա, պետք է պատասխանատվության կանչվի, կանչեք պատասխանատվության ձեր կուսակցության ղեկավարին։ Թե ինչ է, չունեք այդ, դուք միայն ունեք այսպես ուժ այն մարդկանց, ում դուք ուղղակի երախ եք տվել, եւ դուք սպասում եք, որ Ադրբեջանը բոլորին կոտորի, հետո դուք ստեղլացեք, դուք չգիտեք ինչ է տեղի ունեցել, դուք գիտեք, հիշեք, քաղաքական այդ ուժը, քաղաքացիական պայմանագիրը ամբողջովին պատասխանատու է այս հանցագործության համար մեկ, այսօրվա քաղաքականությունը, որը ուզում է արդարացնել Ադրբեջանի ագրեսիան եւ ցեղասպանական գործողությունը երկու, եւ երրորդը փորձում է Հայաստանի ապրող անձանց, Հայաստանի քաղաքացիներին զրկել թե ապագայից եւ թե հայրենիքից, որովհետեւ ասել է հայրենիքը դա գոյություն չունի այդպես, մենք ունենք պետություն, ցույց տալով կներեք ձեզով է թույլ տվել Հայաստանի Հանրապետության քարտեզը դարձնել կրծքանշան ամենապղտոր նպատակներով հստակեցնենք, որ ձեր այդ կրկեսային այդ կեցվածքը միայն խայտարակություն է բերում հենց ձեզ վրա, ձեր փորձերը պղծել եկեղեցին միայն բացահայտում է ձեր պիղծ նպատակները, եկեղեցին եղել կա եւ պետք է լինի, Արցախցին կա, եղել է եւ պետք է վերադառնա, ոչ թե Արցախցին միայն պետք է վերադառնա Արցախ, Արցախը պետք է վերադարձվի Արցախահայությանը եւ ընդհանրապես հայությանը։ Չունեք այդ ուժը, այդ վերգոների ձեր այդ ներքուստ վախերով եք ղեկավարվում։ Մենք պայքարելու ենք, եթե չեք ուզում, որ դա լինի շնորհիվ ձեզ, դա տեղի ունենալու ի հեճուկս ձեզ, որովհետև այդպես չի, որ առանձին անձ կարող է ջնջել ամբողջ ազգային ազատագրական պայքարի արդյունքները եւ պարծենալ դրանով եւ իր պայմանավորված կրկնում եմ պատերազմի եւ պայմանավորված կապիտուլյացիայի արդյունքները հետագայում դա այսպես ասած մեղքը դնել տարբեր մարդկանց վրա, մասնավորապես արցախցիների վրա, որոնք որ լրացյալ վիճակով է Հայաստանը հանդիպել 9 ամիս եղել են շրջափակման մեջ։ Հայաստանի Հանրապետությունը ինչ է արել։ Դուք պետք է պաշտպանեիք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, անկախ կրկնում եմ տարածքային խնդիրներին արձագանքելով։ Դուք եք բոլոր այս իրավիճակների պատասխանատուն եւ պատասխանատվությունը ձեզ վրա է եւ դուք տալու եք պատասխան ուշ թե շուտ ավելի լավ է շուտ Ոչինչ չեմ ցանկանում ավելացնել շնորհակալություն ես եմ անչափ ձեզ շնորհակալ Տիկին Ալավերդյան հույս ունենք որ այս վերջին ձեր ասած իսկապես կլինի եւ շուտ կլինի շնորհակալություն կհանդիպենք հաջորդ շաբաթ